Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո, եթերում սպասիր ինձ հաղորդաշարն է։ Աշխատանքային շաբաթը սկսված է, այս երեկոն կրկին միասին կանցկացնենք։ Որքանով արդյունավետ կիմանանք 30 րոպեից, իսկ այդ ժամանակահատվածի ընթացքում խոստանում ենք բովանդակալից թողարկում, նոր պատմություններ, նոր հայտեր եւ հուսանք հանդիպման երջանիկ պահեր։ Դե եթե այդ ամենը հասցնենք ներկայացնել, ապա կասկած չկա, որ թողարկման ավարտին արդյունքը գոհացնող կլինի։ Իսկ որպեսզի արդյունավետության շղթան չընդհատվի, մեզ անհրաժեշտ է հեռուստադիտողների ուշադրությունն ու մասնակցությունը։ Հենց ձեզնից է մեծապես կախված որոնումների հաջող ելքը։ Եթե թողարկման ընթացքում հնչող անուններն ու պատմությունները ձեզ ծանոթ թվան, ապա օգտվեք այն հեռախոսահամարից, որը կտեսնեք ձեր էկրաններին, եւ կապ հաստատեք մեր խմբագրության հետ։ Եվ շատ շուտով կկարողանանք միասին վայելել համատեղ արված աշխատանքի արդյունքը։ Մեր դռները բաց են բոլոր նրանց առջև, ովքեր դիմում են մեզ, ովքեր գալիս են այստեղ որոնումներին աջակցելու խնդրանքով։ Ոչ մի հայտ անուշադրության չի մատնվում։ Դրանում կարող են համոզվել այսօր մեր տաղավար եկած հյուրերը։ Նրանցից մեկի հայտը կընդունենք հենց հիմա։ Բարև ձեզ։ Ես Վաչագան Սարգսյանից փնտրում եմ մեծ տատիկիս հարազատին, ազգությամբ հրեա էր։ Ինչ գիտեք նրա մասին։ Իա մասին իմ հորաքուրս է պատմել, որ ապրել է Աշտարակի Կոր գյուղում 1890 թվին, մահացել է 1946 թվին, 51 տարեկան հասակում։ Ունեցել է մի ժառանգ, որի անունը Վաչագան է, պապիկս է, ես իմ անունը հայրիկս դրել է իմ վրա։ Մայրամ տատիկը, անունը Մայրամ այլ է։ Այստեղ Հայաստանում է ապրել։ Այո։ Մայրամ տատիկի ազգանունը։ Չկա քարի վրա։ Վրան գրած է անունը, իր տղան հիշատակ Վաչագան, իմ մայր Մայրամին 1890 թիվ, մահացել 1946 թիվ։ Սկզբից խոսում էին տան մեջ, ես մտածում եմ, որ կատակ են անում, հետո կամաց հետաքրքրվա ամեն ատյանի դիմել եմ, գյուղսովետ, Աշտարակի ազնագրային բաժին, ԶԱԳՍ-ի տեղը, քաղաքային արխիվ, ոչ մի տեղեկություն չեմ ման։ Ինձ վերջում ասեցին, որ դիմեք սպասին հաղորդաշարին։ Ձեր մեծ տատիկի ժառանգը միայն ձեր պապիկն է եղել։ Այո, այդ մի ժառանգն ունեցել, երեխա չի ունեցել ինքը։ Տեսեք, դուք ասացիք, որ փնտրում եք ժառանգներին ձեր տատիկի, բայց արդյոք վստահ եք, որ այլ երեխաներ է ունեցել, թե պարզապես իր ազգականներին եք փնտրում։ Մեծ տատիկը։ Ահա։ Չէ, իմ պապիկիս է ունեցել։ Ինքը այդ գյուղում հորաքորոջս ասելով, որ մեծ հարուստներ կան, այդտեղ ինչ որ էփե թափել է տան մեջ, պապիկիս հայրիկը տեսել, ասել է դե խելոք կինաբանակ, բերեմ ինձ կին սարքեմ, տենց ամուսնացել են։ Ու այդ մի ժառանգ են ունեցել, պապիկս գնացել է հայրենական պատերազմի, գերիանք է, հետո նորից պետք է 45 թվին գա, եկել է 46-ից մայրը դարը հորաքորոջս ասել է, որ ասել է Վաչագանից տենամ նորեն վաղ Աստված հոգի սառը։ Եկել է բանակից 2 ամիս մնացել է, իր մայրը մահացել է։ Այդ պարագայում սխալ կլինի ասել, որ փնտրում ենք նրա ժառանգներին, գուցե փնտրում ենք իր ընտանիքի անդամներին, իրեն ճանաչած մարդկանց, ավելի ճիշտ կլինի ասել, որովհետև ասում եք, որ ուրիշ երեխաներ չի ունեցել։ Չէ, այդ մեծ տատիկը ուրիշ երեխաներ չէ, պապիկս այլ է։ Իսկ որտեղ է ապրել ձեր ընտանիքը, որ տարածաշրջանում է ապրել ձեր տատիկը։ Աշտարակի շրջան գյուղ Կոշում, այնտեղ էլ թաղված է։ Հնուց եկած խոսք ասում, արունը ջուր չի դարում, արունը ինձ քաշեց։ Դա պապաս էլ անդե թաղված, պապայից հետո տենց ընկել եմ, այդ ամբողջ այդ գերեզմանոցը որոնել եմ, տեսա մոտիկցա տենամ գրած ասի հետա։ Մենք սովորաբար խնդրում ենք մեր հայտատուներին դիմել այն մարդկանց, ովքեր ճանաչում են որոնվողին կամ հենց որոնվողին։ Այս պարագայում
Մենք չգիտենք ում ենք դիմում, պարզապես երևի թե դիմում ենք այն բարի մարդկանց, ովքեր գուցե ինչ-որ ընտանեկան պատմություններից լսել են ձեր տատիկի մասին ինչ-որ բան գիտեն կամ հանդիսանում են նրա ազգականը այս կամ այն կերպ։ Այնուամենայնիվ փորձենք ճիշտ ուղերձ ձևակերպել եւ դիմել մարդկանց, ովքեր նաեւ կարող են օգնել որոնումներին։ Խնդրեմ, նայեք տեսախցիկին եւ ձևակերպեք։ Խնդրում եմ, որևէ, ասենք, տատիկի ազգականից կան գոյություն ունեն, ոնց որ ես եմ ծոր, խնդրում եմ, որ կապ հաստատենք իրանց հետ, էլի, այդքան։ Շատ լավ, շնորհակալություն։ Սպասել ինձին դիմելը միայն առաջին քայլն է։ Այժմ սկսվում է որոնումների փուլը, որը հուսանք բարդ ու երկարատև չի լինի։ Ուր էլ լինեք, ինչ էլ անեք, որքան էլ ձեր կյանքը լի լինի տարբեր մարդկանցով ու հետաքրքրություններով, միևնույն է, դուք երբեք չեք կարողանա մոռանալ այն մարդուն, որը բացակայում է ձեր կյանքից, ձեր կամքին հակառակ։ Որքան էլ փոփոխվի ձեր կյանքը, որքան էլ դրական եւ բացասական էմոցիաներ ապրեք, ձեզ միշտ թվալու է, որ մի բան այնուամենայնիվ պակասում է։ Դուք միշտ ցանկություն եք ունենալու այդ հույզերը կիսել նրա հետ, ով շատ թանկ է գուցե, բայց ձեր կողքին չէ։ Ինչքան էլ փորձեք համակերպվել, ինքներդ ձեզ համոզել, որ ամեն բան անցողիկ է, որ մեկ մարդու բացակայությունը ոչինչ փոխել չի կարող, միևնույն է, հիշողությունը մշտապես արթուն է մնալու, կարոտը երբեք հանգիստ չի տալու։ Այդ դեպքում ինչու դիմանալ, ինչու ենթարկվել իրավիճակին։ Միթե ավելի հեշտ չէ ընդդիմանալ եւ կտրուկ քայլեր ձեռնարկել իրավիճակը փոխելու ուղղությամբ։ Իսկ դրա լավագույն միջոցը որոնումներ սկսելն է։ Դուք միայն որոնելու ցանկություն հայտնեք։ Մեր թիմն այստեղ է, կազմ ու պատրաստ։ Մենք ուզում ենք ձեր կյանքում դրական փոփոխությունների մի մասը դառնալ եւ իհարկե վերամիավորել ձեզ հարազատ մարդու հետ։ Նման ցանկություն արդեն հայտել է մեր հաջորդ հայտատուն։ Դիտենք նրա մասնակցությամբ տեսանյութը եւ վերադառնանք։ Ես Արմենն եմ Այվազյան, մասնագիտությամբ թանգարանագետ հուշարձանագետ, ես փնտրում եմ մեծ պապիս Վահան Հովհաննեսի Եղազարյանի դստերը Լյուբային։ Մեր Ռոզա հորաքույրն է 1931 թվականին ծնված, այս տարի լրանում է 95-ամյակը։ Ռոզա հորաքույրը պապիկիս մեծ քույրն է եւ մեր ընտանիքի մեծն է։ Պապիկս, այ ինքն է պապիկը։ Մեծ պապիկը մեր Վահան հայրիկը։ Եվ մեր հորաքրոջ փոքրիկ Լյուբայի, այստեղ էլ գրած է Լյուբային քույրիկ Սերոժ հորեղբայրն է գրել, Լյուբայի տիկնիկը ձեռքին լուսանկարն է։ Կարծում եմ այստեղ մոտ 4-5 տարեկան կլինի, ահա։ 1949 թվականի հունիսի 14-ին Ախտայի շրջանի Ռնդամալ գյուղում աղմուկ բարձրացավ։ Չեկիստները ձերբակալեցին հայրենական մեծ պատերազմի ընթացքում գերեվարված տղամարդկանց։ Վահան Եղիազարյանին մյուս աքսորյալների հետ գնացք նստեցրին եւ տարան Արևելյան Սիբիր Իրկուտսկ քաղաք։ Նրա կինը Շուշանը ու 6 երեխաները մնացին Ախտայում։ Շատ ծանր վիճակում են ապրել։ Տան հոգսերը, գյուղի հոգսերը, կոլտնտեսության բնացել են կանանց վրա։ Օրինակ մեր տատիկը, պապիկիս մայրը Շուշանը, իր ընկերուհիների հետ, համագյուղացի կանանց հետ, ում ամուսինները գնացել էին պատերազմ, որպեսզի երեխաներին օրվա հացը ապահովեն, ասում եք թխում էին թոնրատանը լավաշ, փոքր բոքորներ, եղած այստեղից այնտեղից ճարած ալյուրով, մեջքներին կապում էին ու գնում էին Այժմյան Գեղարքունիքի մարզի գյուղերը, տարբեր տեղեր, այդ հացը ուրիշ մթերքով էին լավաշը փոխում, բերում էին, իսկ իմ պապիկը, որը 1938 թվականի ծնված էր, Լուսահոգի Վազգեն պապս, պատմեր, ասում էր փոքր երեխաներ մեզի տնից հանում էին դուրս, գնում էինք դար ու դաշտ, ճնճղկան պաշար էինք, ասում է, արածում։ Ապրում էինք, գնում էինք, այ բոստերն վարում էինք, ցանում էինք, որ ապրենք, հացը ստեղծենք։
Մենք էլ փուչուր էինք, տատս մեծ էր, մայրս կեցեր գործի, քուրս պստիկ էր, 2 տարեկան էր Վալյան, մի կերպը պահենք, տատս էլ մեծ կին էր, չի կան է։ Սիբիրում Վահանը մյուս բախտակիցների հետ երկարկանի շենքեր էր կառուցում։ Ցուրտ եղանակին աշխատելիս նա ծանր հիվանդացավ։ Աքսորյալների շարքում Ֆենյա անունով մի ռուս կին կար։ Նա Վահանին օգնեց ոտքի կանգնել։ Ապաքինվելուց հետո Վահանը շարունակեց ապրել Ֆենյայի հետ։ Որոշ ժամանակ անց նրանք դուստր ունեցան։ Նրան Լյուբով անվանակոչեցին։ 1954 թվականին աքսորյալներն ազատ արձակվեցին։ Վահանը որոշեց տուն վերադառնալ։ Նա իր հետ տարավ դստեր լուսանկարը, սակայն երկար ժամանակ ընտանիքից թաքուն պահեց նրա գոյության փաստը, պատմեց միայն տարիներ անց։ Գախնի գրպան ա եղել, այդ նկարը մեջն ա եղել, ու այդ էլեկտրետկան ասում են ոչ աղջիկներն էր թույլ տալի լվանալ, ոչ էլ կնոջը։ Ինքն էր լվանում, այդ նկարը հանում էր, դնում էր, հետո որ մի քիչ ավելի առաջացել է տարիքով, նոր հարազատներին ասել է, որ սենց ես դուստր ունեմ։ Բայց մարդուրան այդ ծնողին չի կարող դանա, կամ երեխեն չկարող կողանա ծնողին կարող դանա, հելն չի ուզի ուր երեխին տենա, շատ էր սիրում այդ երեխային։ Արդեն քանի տարի կազմակերպում ենք հիշատակի քայլերթ, անմահ գնդի քայլերթ, լուսանկարները մեծացրած մեր պապիկների, մեր նախնիների եւ թորները, զավակները, ծորները, ձեռքները բարձրանում են այստեղ որպես նաեւ հիշողության, ուրեմն ամրապնդում, նաեւ որպես իրական հաղթանակի ժառանգներ։ Եվ դա արդեն ավանդույթ է դարձել։ Վահան Եղիազարյանը մահացավ 1985 թվականին, 81 տարեկանում։ Հայրիկի մահից 2 տարի անց նրա որդիները Լյուբային որոնեցին Իրկուտսկ քաղաքում։ Այնտեղ նրանք հանդիպեցին Վահանի նախկին հարևանին։ Նա ցույց տվեց այն փայտաշեն տնակը, որտեղ Վահանն ու Ֆենյան ապրել են։ Դուռը փակ էր։ Մյուս հարևաններն ասացին Ֆենյան մահացել է, իսկ Լյուբան ամուսնացել է, ապրում է Անգարսկ քաղաքում։ Լյուբայի բնակության ստույգ հասցեն եղբայրները գտնել չկարողացան։ Հավատում եմ, որ մեր հորաքրոջը ողջ առողջ կգտնենք։ Ես չգիտեմ, գուցե իրենք էլ են փնտրել Վահան պապիկին, հաստատ իմացել են, որ Վահան պապին ունեցել է զավակներ, որտեվ նամակագրական կապ ա եղել, բայց այդ նամակները մեզ չեն հասել։ Ես հավատում եմ, որ ողջ է, որովհետև եթե իմ հաշվարկներով 1950-51 թվականի ծնված լինի, այսօր լինի 74-75 տարեկան, ամեն բան կանեմ, որ ես անձամբ գնամ մեր հորաքրոջը կամ իր հարազատներին տեսնել։ Մայրիկը իրեն կպատմած կլինի Վահան պապիկից, որոշ բաներ մենք չգիտենք շատ մանրամասներ աքսորավայրում եղած տարիներից, դա էլ մեզ կներկայացնի ու կապ կլինի, չգիտեմ, արյունը մնում է արյուն։ Հորաքրոջը կամ իրեն ժառանգներին մեծ սիրով ես ասում եմ հետևյալը, ձեզ սիրով հրավիրում ենք եւ սիրով կընդունենք Վահան Եղիազարյանի օջախում, Հրազդանում, Ջրառատում։ Այսքան։ Լինել չհասկացված։ Սա իրականում շատ ավելի բարդ եւ տհաճ խնդիր է, քան թվում է առաջին հայացքից։ Երբ մտերիմ մարդիկ չեն անում ամեն բան, որպեսզի գտնեն ամբողջությամբ իրար հասկանալու ուղիները, այդ պահից ինչ որ բան անվերադարձ կոտրվում է նրանց հարաբերություններում։ Միմյանց չհասկանալու պատճառները կարող են լինել շատ տարբեր։ Մտածելակերպի ծայրահեղ տարբերություն, սկզբունքներ, որոնց ոչ մեկը չի ուզում դավաճանել, մեկը մյուսի հանդեպ առավելություն ունենալու եւ դիրքերը չզիջելու ցանկություն, այսպես կարելի է անվերջ թվարկել։ Բայց որքան էլ պատճառները շատ լինեն, դրանք բոլորը դառնում են անկարևոր, երբ հետևանքներն իրենց մասին զգացնել են տալիս։ Իսկ հետևանքը հիասթափությունը եւ որպես կանոն հարաբերությունների դադարեցումը։ Չէ որ մարդը մի օր հոգնում է,
ու դադարում է վիճել, դադարում է որևէ բան ապացուցել։ Եվ որպես արդյունք հարաբերությունները սառում են։ Ու երբեմնի մտերիմ մարդիկ կամաց հեռանում են իրարից։ Այդ ամենից թերևս կարելի է խուսափել իրար լսելով, դիմացինի կարծիքը հարգելով, նրա դրության մեջ մտնելով։ Ցավոք այդ գիտակցումը չափազանց ուշ է վրա հասնում։ Սկզբունքայնությունը երբեմն զիջում է դիրքերը միայն այն ժամանակ, երբ կապերը վաղուց խզված են, երբ նորմալ ջերմ հարաբերությունները պահպանելու շանսը կորսված է։ Մենք կուզեինք, որ երկարատև բաժանումից հետո իրար գտած մարդիկ վերջապես կարողանան իրար լսել ու հասկանալ։ Հասկացված լինելը կջերմացնի նույնիսկ տարիներով սառած սրտերը։ Բայց մինչ այդ նրանց պետք է հանդիպել։ Ու այդ հանդիպման ճանապարհին առաջին քայլը որոնման հայտն է։ Ծանոթանանք դրանցից մեկին։ Ես Զենֆիրա Հովհաննիսյանն եմ, փնտրում եմ իմ որդուս Արթուր Սողոմոնյանին։ Այս պատմությունը սկսվեց 1985 թվականին, երբ Զենֆիրա Հովհաննիսյանն ամուսնու եւ երկու որդիների հետ մեկնեց Ռուսաստան։ Նրանք բնակություն հաստատեցին Ամուրի մարզի Նովոբուրեսկի քաղաքատիպ ավանում։ Զենֆիրայի որդին Արթուրը աշխատանքի անցավ մոտակա մթերային խանութում, որի մշտական հաճախորդներից էր Իրինան, Արթուրի ապագա կինը։ Հետպես իրանք ծանոթացան ու մի օր իմացա, որ որոշել են ամուսնանալ։ Միասին զբոսնել ենք, միասին ուրախ տոնել ենք, ամեն ձևով իրար հետ որևէ մի առիթ ու մենք պատրաստում էինք իրար հետ մեր ընտանիքով, տոնում էինք։ Արթուրս աշխարհի երևի ամենաբարի տղամարդը։ Մենք ավիացիայում տեղն ենք ապրում, որտեղ ավիացիայի աշխատողներն են, հա։ Ու բոլորը մեր ընտանիքը հարգում էր, ինքը նույնիսկ ճաշ էր պատրաստում, որ ես գամ տուն ու այդ ճաշը պատրաստ լինի, իմ սիրած ճաշեր։ 1995 թվականին ընտանիքում տարաձայնություն եղավ։ Արթուրը կնոջ հետ տնից հեռացավ եւ հարազատների հետ կապ այլևս չհաստատեց։ Շաբաթներ անց հարազատներն իմացան, որ նրանք Բիրոբիջան քաղաք են մեկնել։ Ինքը շատ խիստ վիրավորվեց։ Իրավունք ուներ։ Ես սխալ էի, կարոտ։ Ես ամբողջ գիշեր խոսում իրա։ Կարծելով կարող է լսի ձայնս։ Այդ մենակ ես գիտեմ ու իմ աչքերը։ Դարտասունք, ուրիշ ոչինչ։ Դա ոչ մեկին չի հետաքրքրում, մենակ ինձ, որովհետև արդեն բոլորը մեծացել են, ամենքը իր ընտանիքն, ամենքը ապրում է ինչպես կարող է, իսկ սա չի ապրում։ Ես միշտ ուզել եմ իրան տեսնել նորից, բայց չեկավ։ Արթուրի տնից հեռանալուց հետո Հովհաննիսյանները վերադարձան Հայաստան։ Արթուրի հասցեն ու հեռախոսահամարը նույնիսկ ընկերները չգիտեն։ Մոսկվա գիտեք ինչքան են մանեկի։ Փնտրում եմ մտածելով, որ մի օր կմտածի, որ մայրեմ ու ինձ շատ քիչ է մնացել 83 տարեկան։ Ապրել է ինչ է մնացել ինձ, ես մենակ այդ հույսն եմ պահպանում, որ գուցե ինձ տեսնելու բանով ուզենա գալ։ Իրա բնավորությունը, իրա կատակասեր լինելը, ամեն ինչ։ Ես անընդհատ եմ կարոտում իրան։ Ոնց կարող եմ չկարոտել։ Նա իմ որդին է։ Ես երբեք չեմ նեղանում։
Ես իմ երեխեքից չեմ նեղանում ու իրանք դա գիտեն։ Արթուր ջան, եթե ես որևէ սխալ բան եմ արել, առանց գիտակցել եմ արել, շատ եմ խնդրում, շատ քիչ այս աշխարհում ինձ ապրել մնացել։ Այնպես արա վերջի անգամ տեսնեմ քեզ, գոնե լսեմ քեզ, խնդրում եմ, աղաչում եմ։ Մեր հաղորդաշարին մասնակցելու մի քանի տարբերակ կա։ Կամ մեր նկարահանող խումբն է այցելում եւ տեսանյութ պատրաստում ձեր մասնակցությամբ, կամ դուք եք հյուրընկալվում մեր ջերմ տաղավարում, կամ մեր եթերում ցուցադրվում է նրա լուսանկարը, ում որոնում եք։ Կախված ձեր պատմությունից, դրա բովանդակությունից, ձեր ունեցած ինֆորմացիայից ընտրվում է տարբերակներից մեկը, այն, որն ավելի արդյունավետ կլինի տվյալ պարագայում։ Այս պահին ճիշտ ժամանակն է ծանոթանալու մի քանի նոր ֆոտոհայտերի։ 1963 թվականին ծնված Հակոբ Համբարձումյանը կորել է 1999 թվականին Չիտա քաղաքից Հայաստան գալու ճանապարհին։ Չիտայում բնակվում էր կնոջ եւ 2 երեխաների հետ։ Նա հասել է Սոչի, սակայն Երևան հասնելու տոմս չի կարողացել ձեռք բերել։ Գումարը չբավականացնելու պատճառով կես տարուց հարազատներին հայտնել է, որ աշխատում է Սոչիում, շինհրապարակում, եւ գումար հավաքելուն պես մեկնելու է Հայաստան, քրոջ մոտ։ Դրանից հետո այլևս կապի դուրս չի եկել։ Հարազատները խնդրում են արձագանքել բոլոր նրանց, ովքեր կարող են տեղեկություն հայտնել Հակոբի մասին։ Մանուկ Ասատրյանին որոնում են հարազատները։ Վերջին անգամ նրան տեսել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ին բժշկական պատգարակի վրա 2 ոտքերի կոտրվածքներով։ Նրան երկրաշարժից հետո դուրս էին բերել Գյումրիի կահույքի գործարանի ավերակների տակից։ Մանուկին ուղարկել են սանիտարական ինքնաթիռով, սակայն նրա հետագա ճակատագրի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։ Սվետլանա Լևոնի Գյուլյուշյանյանին որոնում են Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքի թիվ 1 դպրոցի շրջանավարտները, որտեղ նա աշխատանքի էր անցել որպես հանրահաշիվ եւ երկրաչափություն առարկաների ուսուցիչ։ 3 տարի անց Սվետլանան մեկնել է Երևան, ամուսնացել է եւ դուստր ունեցել, որի անունը Թամարա է։ 45 տարի շարունակ նրա աշակերտները սիրով հիշում են նրան եւ շատ կուզեին կրկին հանդիպել։ Լուսանկարում Դավիթ Հովանիսյանն է, ծնվել է 1985 թվականին, ապրել է մոր Թագուհու եւ հոր Նիկոլայի հետ Հայաստանում։ Երբ Դավիթը 2 տարեկան էր, ծնողները բաժանվել են եւ մայրը տարել է նրան Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նիկոլայի քույրը Մարին շատ է ցանկանում տեսնել Զարմիկին եւ ծանոթացնել նրան բարեկամների հետ։ Միխայիլ Տրիշկինի ազգականները խնդրում են օգնել որևէ տեղեկություն ստանալ նրա ճակատագրի մասին։ Միխայիլը ծնվել է 1951 թվականին Մոսկվայում։ 1989 թվականին Հայաստան է եկել երկրաշարժից հետո Գյումրի քաղաքի վերականգնման աշխատանքներին մասնակցելու նպատակով եւ մնացել է ապրելու։ Վերջին անգամ Միխայիլի քույրը նրանից լուր է ստացել 25 տարի առաջ։ Նշան Հակոբի Ումրոյանը մոտ 90 տարեկան պետք է լինի։ Բանակային ծառայությունն անցել է Բելարուսում, որտեղից էլ հետագայում Երևան է վերադարձել հարսնացուի հետ։ Հարսանիք սակայն տեղի չի ունեցել եւ աղջիկը վերադարձել է իր ծնողների տուն։ Այնտեղ արդեն իմացել է, որ երեխայի է սպասում։ 1955 թվականի հոկտեմբերի 7-ին ծնվել է նրանց դուստրը՝ Լյուդմիլան։ Նա գիտի, որ ծնողները երկար ժամանակ նամակագրական կապ են պահպանել, սակայն ինչ-որ պահի կապը կտրվել է։ Լյուդմիլան հույս ունի, որ Երևանում ազգականներ ունի, գուցե քույրեր եւ եղբայրներ, որոնց հետ ցանկանում է ծանոթանալ։ Օլեգ Խանգալյանին է որոնում դուստրը՝ Մարիան։ 2015 թվականին Օլեգը մեկնել է Ռուսաստան եւ աշխատանքի անցել Չիտա քաղաքի փռերից մեկում։ 1 տարի ընտանիքի հետ կապը պահպանվել է, ինչից հետո նա այլևս կապի դուրս չի եկել։ Նորիկ Սարոյանին է որոնում երիտասարդության ընկերուհին՝ Բելլան։ Ընկերները ծանոթացել են Աստրախանի գազավերամշակման գործարանի շինհրապարակում 1984 թվականին։ Շինարարությունում աշխատել են 3 տարի Սովետական Միության տարբեր երկրներից եկած այլ շինարարների հետ։ Բելլան հիշում է, որ Նորիկը սրտացավ, բարի, ուրախ մարդ էր։ 1987 թվականին նա վերադարձել է հայրենիք, Լենինական, որտեղ նրան սպասում էին կինն ու դուստրը։ 1988 թվականի երկրաշարժից հետո կապը նրա հետ խզվել է։
Ինչ որ մեկի համար դու մի ամբողջ աշխարհ ես։ Մեկ ուրիշի համար ոչ մի նշանակություն չունես։ Ինչ որ մեկն ապրում է կյանքի լավագույն պահերը քեզ հետ կիսելով, իսկ մեկ ուրիշն անգամ չի հիշում քո մասին։ Մեր կյանքում միշտ էլ մեկին օդ ու ջրի նման պետք ենք, մյուսին ոչ։ Ու նույնն ենք ուրիշների հանդեպ։ Սակայն մարդու նկատմամբ վերաբերմունքը շատ ավելի արտահայտված է դառնում այն ժամանակ, երբ նա ինչ-ինչ պատճառներով հեռու է մեզնից։ Այո, երբ որևէ մեկից լուր չունենք, կարոտն էլ ավելի ուժեղ է դառնում։ Նրա կարիքն էլ ավելի շատ ենք զգում եւ սկսում ենք որոնել, կապ հաստատելու հնարավորություն ենք փնտրում։ Ու փնտրում են նրանք, ովքեր իսկապես սիրում են, փնտրում են նրանք, ովքեր անտարբեր չեն, ում համար դուք հենց այն կարևոր մեկն եք, ում կյանքն առանց ձեզ լիարժեք չէ։ Որոնումները հենց արտացոլանքն են իրական վերաբերմունքի։ Նրանք չեն թողնում կասկած անգամ, թե ինչ նշանակություն ունեք դուք որոնողի համար։ Մեր հերթական որոնվողը թող տեսնի այս տեսահայտը ու հասկանա, որքան կարևոր է նա իրեն փնտրողի համար։ Որոնում եմ հարազատ եղբորս, Աղաջանով Իգոր Լվովիչին։ Մենք երկու երեխա ենք, ես եւ Իգորը։ Ես 1962 թվականին եմ ծնվել, նա 1966-ին։ Մեր ընտանիքը շատ համերաշխ էր։ Եղբայրս տաղանդավոր երաժիշտ էր։ Նա նվագում էր գրեթե բոլոր գործիքները։ Դեռ փոքր էր, 14-15 տարեկան, բայց նրան արդեն հրավիրում էին խնջույքներին նվագելու։ Հարվածային գործիքներ, ակորդեոն եւ դաշնամուր էր նվագում։ Հետո նա իր երաժշտական խումբը հիմնեց։ Երիտասարդական խումբ էր։ Այսօրվա պես հիշում եմ, մեր բնակարանը 5 սենյականոց էր։ Հայրիկս հյուրասենյակից հանել էր ամբողջ կահույքը։ Գործիքներ էր գնել Իգորի համար եւ այնտեղ տեղավորել։ Մայրս կարելի է ասել շնչում էր նրանով։ Նրա պատվոգրերը փակցված էին տան բոլոր պատերին։ Մեր հյուրասենյակը կարծես ակումբ լիներ։ Նա շատ տաղանդավոր էր, շատ։ Մենք մեկնեցինք Մոսկվա եւ եղբայրս այնտեղ մեզ մեկ անգամ այցելեց։ 2000 թվականն էր։ Իգորը կին ուներ, անունը Սիլվա։ Նրանք երկու երեխա ունեցան՝ Կրիստինան եւ Ռոման։ Իգորին այն ժամանակից այլևս չենք տեսել, բայց հեռախոսով շփվում էինք, ես նրան ծանրոցներ էի ուղարկում, գումար։ 2006 թվականի սկզբին արդեն ընդհանրապես կապ չկար նրա հետ։ Ես չգիտեմ ինչու նա դադարեց զանգահարել։ Մտածում եմ եւ երբեմն նաեւ երազում եմ տեսնում, որ նրան ինչ-որ բան է պատահել։ Ես հավատում եմ, որ նա ողջ է։ Գուցե պարզապես օգնության կարիք ունի։ Այդպես եմ կարծում։ Գուցե նա խնդիրներ ունի եւ նրան օգնություն է պետք։ Եթե դա այդպես է, ես անպայման կօգնեմ։ Ես մինչ օրս պահպանում եմ կապը զարմուհուս Կրիստինայի հետ։ Միշտ զրուցում ենք, հիմնականում երեկոյան։ Նաեւ եթե ժամանակ է ունենում առավոտյան։ Միշտ զանգահարում է ինձ կամ գրում։ Ռոման մահացել է ավտովթարի հետևանքով։ Կրիստինան զարմուհիս Մոսկվայում է աշխատում։ Իգորի կինը կորոնավիրուսից մահացել է։ Իգոր, հարազատս, իմ թանկ մարդ, շատ եմ խնդրում, եթե ողջ ես, արձագանքիր, աղաչում եմ։ Շատ եմ խնդրում, Իգոր, ես քեզ շատ եմ սիրում, թանկագինս։ Շուտով պապիկ ես դառնալու։ Աղաչում եմ, արձագանքիր։ Շատ եմ սպասում քեզ, Իգոր, սպասում եմ իմ հարազատ։ Իմ կյանքում էլ ոչ ոք չկա։ Դուք էլ կարող եք դիմել մեզ հենց հիմա։ Ձեզ ոչինչ չի խանգարում անել դա օր առաջ։ Հաջորդ թողարկման մասնակիցը կարող եք լինել հենց դուք։ Ուրեմն մենք գնանք հաջորդ թողարկմանը պատրաստվելուն, իսկ դուք, սիրելի հեռուստադիտողներ, սպասեք մեր հանդիպմանը։ Մնացեք խաղաղությամբ։
Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։